Ալաշկերտը վերադառնում է Եվրագավաթային պայքար։ Ֆուտբոլի կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի Ալաշկերտ Ելիմայ հանդիպումից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսում Ալաշկերտի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն ու թիմի ավագ Կարեն Նալբանդյանը խոսեցին մրցակցի Սերբիայում անցկացրած ուսումնամարզական հավաքի ու թիմի ներկայիս մարզավիճակի մասին։ Վահե Գևորգյանը շեշտեց, որ լավ վերլուծել են մրցակցին եւ ամբողջովին պատրաստ են վաղվա խաղին։ Լավ վերլուծել ենք թիմը։ Քաղաքը գիտենք, որ Ղազախստանում ունի ֆուտբոլի հայրենիք անվանումը, բավականին սպորտային քաղաք է, բավականին հյուրընկալ քաղաք է, մեծ պատմություն ունեցող, ինչպես նաև գիտենք, որ Ելիմայը նորաստեղծ ակումբ է, 2022 թվականին է ստեղծվել, վերլուծել ենք շատ լավ խաղերը, առաջնությունը ընթացքի մեջ է, միգուցե նրանք ռիթմի մեջ են, դա պլյուս է, բայց մեզ էլ պլյուս է, որ մենք կարողանում ենք լավ վերլուծել մեր մրցակցի խաղերը։ 24-ամյա կիսապաշտպանն էլ նշեց, որ ինքը լավ մարզավիճակում է, ուսումնամարզական հավաքն էլ դրական ազդեցություն է ունեցել թիմի վրա։ Պատրաստվել ենք շատ լավ խաղին եւ ակնկալում ենք անցնել հաջորդ փուլ հաղթանակ միանշանակ վաղվա խաղում։ Շատ լավ առաջնություն է մեզ համար, քանի որ նախորդ մրցաշրջանում չկարողացանք Եվրագավաթային ուղղագիր նվաճել, բայց այս առաջնության ընթացքում ստացվեց եւ այո, շատ մեր համար լավ է, որ պետք է մասնակցենք այս առաջնությանը։ Ալաշկերտ Ելիմայ հանդիպումը կկայանա վաղը ժամը 20-ին եւ կլինի առաջինի լրատվական ալիքի ուղիղ եթերում։